Հավատքի բանկի գրքույկը Չարլզ Սպերջեն Օր ապրիլի 8 Տերը կանգնեց նրա մոտ և ասեց. «Քաջացիր Պողոս, որովհետև ինչպես ինձ համար Երուսաղեմումը վկայեցիր, այնպես էլ պետք է Հռովմումը վկայես»։ Գործք 23-րդ գլուխ 11-րդ խոսք։ Դուք Տիրոջ վկան եք և վտանգի մեջ եք հիմա։ Այդ դեպքում իմացեք, որ անմահ եք, մինչև ձեր առաքելությունը չկատարեք։ Եթե Տերը ձեզ նշանակել է վկայություն տալու, դուք ապրելու եք այն տալու համար։ Ո՞վ է նա, ով կարող է կոտրել մի անոթ, որը Տերը մտադիր է կրկին գործածել։ Իսկ եթե դուք այլևս ոչինչ չունեք անելու ձեր Տիրոջ համար, ապա անհանգստանալու կարիք չունեք, որ նա շուտով ձեզ տուն կտանի և կտեղափոխի այնտեղ, որտեղ դուք կլինեք ձեր թշնամիների հասանելիությունից դուրս։ Տեր Հիսուսի մասին ձեր վկայությունը ձեր գլխավոր մտահոգությունն է, և ոչինչ չի կարող խանգարել ձեզ դրանից, մինչև այն ավարտվի։ Ուստի խաղաղություն ունեցեք։ Դաժան զրպարտությունները, չար կեղծ ներկայացումները, ընկերների լքելը, ամենահուսալիների կողմից դավաճանությունը և այն ամենը, ինչը կարող է պատահել, չեն կարող խոչընդոտել Տիրոջ նպատակին, որն ունի ձեզ համար։ Տերը կանգնած է ձեր կողքին ձեր վշտի գիշերը ասելով. «Դուք դեռ պետք է վկայեք ինձ համար»։ Խաղաղություն ունեցեք, քաջացեք և լցվեք Տիրոջ ուրախությամբ։ Իսկ եթե այժմ այս խոսքը ձեզ համար չէ, շատ շուտ կարող է ձեզ համար լինել։ Պահեք այն ձեր սրտում որպես գանձ։ Հիշեք նաև ձեր աղոթքներում միսիոներներին և բոլոր հալածյալներին, որ Տերը պահպանի նրանց, մինչև իրենց կյանքի գործի ավարտ։